Ողջույն հարգելիներս, մեկ-երկու բառով ուզում եմ ձեզ հետ զրուցել Վարդան Ղուկասյանի երեկվա դատի պահով։ Իհարկե շատ տենց գլոբալնի բան չեմ ուզում ասեմ, ուզում եի պարզապես ինձ թեթևակի տնավարի մի քիչ իրար հետ զրուցենք, խոսենք։ Կան մարդկանց, որ սկի հետաքրքիր չի իմ կարծիքը, կան մարդիկ, որոնք իրոք սպասում են ինչ եմ ես ասելու, ինչ եմ մտածում։ Դրա համար ասենց իմ կարծիքս հիմա կասեմ, ում հետաքրքիր է կլսի, ում հետաքրքիր չի լսի։ Ուրեմն նախ կուզենայի սկսել նրանով, որ ես դեռ շատ մի ամիս առաջ, երկու ամիս առաջ ես ասում էի, որ հիմա գնդակը լոերների, փաստաբանների ձեռքում է, մենք արդեն ինչ կարանք անենք, արել ենք, այստեղ մնում է արդեն փաստաբանների գործը, փաստաբանները արդեն իրանք պետք է արդեն այս հարցով զբաղվեն, Վարդանին, դատարանից հանեն։ Ամեն ինչ իրանց ձեռքում է։ Ու ես հենց ի սկզբանե ասում էի, որ մենք այստեղ ինչ կարանք անենք, ոնց որ Վարդան Ղուկասյանը իր կյանքի բանալիները վստահել է այդ փաստաբաններին, ու այդ փաստաբաններն են զբաղվում իր կյանքով։ Մենք այստեղ ոչ կարանք մտնենք, ասենք, չէ, այդ փաստաբանները վատն են, բերեք մենք մեր փաստաբաններին դնենք, հələ խաբար չենք մեր փաստաբանները կարող ավելի վատ լինեն։ Դրա համար այստեղ ամեն ինչ կախված է Վարդան Ղուկասյանի ճիշտ ընտրությանը, թե ինչ լոերներ ինքը կընտրի։ Ու մենք առաջին օրվանից տեսնում ենք, որ այս լոերները կանխամտածված, թե իրանց գործի առումով ոչ պրոֆեսիոնալ ձևի, ոչ պրոֆեսիոնալիզմ են ցույց տալիս։ Այն հարցը, որ առաջին օրվանից դաժե ինչ կրկնվեց երեք, դա եղել էր հենց առաջին դատի ժամանակ։ Փաստորեն սա 4-րդ դատն էր, առաջի դատում նույնն կրկնվում էր, այսինքն եկել էին ոչ պատրաստ, եկել էին դες վերջի 2-3 օրն էին իրանք ինչ որ պատրաստվել, դատավորին կիրակի օրն էին ուղարկել գործերը, որ շաբթի դատը պետք է լինի, то есть չէին պատրաստվել։ Նույնն էլ հիմա չէին պատրաստվել, ու նույնիսկ որ չէին էլ պատրաստվել, դաշ իրանք ուրիշ գործ էին վերցրել։ Այսինքն այդ ոնց է պրարաբը, որ մի հատ գործ է վերցնում, ասում է այս ձեր տունը ռեմոնտ կանեմ, ու զգում ես շատ դանդաղ այդ պրարաբը գործանում, բայց զադնո ձերի հետ կողքից երկու տուն էլ է վերցնում, այդ տունն էլ է սարքում։ Հետո վրան ասում ես աղբե ջան, քիչ ես գալիս մեր տունը սարքելու, ասում է աղբե ջան, ես ուրիշ տներ էլ ունեմ, ժամանակ չունեմ, ու ձգձգվում է ասենց, հələ պատրաստ չի։ Հիմա նույնը կատարվեց երեք, որ լոերները էլի պատրաստ չեն հասցրել պատրաստվել, այս մի ամսվա մեջ չեն կարողացել պատրաստվել, 3 հատ լոեր կա, 3 հատ լոերը չեն կարողացել պատրաստեն, չեմ կիսեին մեկ էս մի հատվածով, մեկ այն մի հատվածով զբաղվեին, չեն կարողացել պատրաստվել, ու ուրիշ գործ են վերցնում, ու դատավորը գժվում է դրա վրա, դատավորն ասում, աղբե ջան, դուք որ այս գործը չեք հասցնում, իհարկե իրավունք չունեն տենց բան ասեմ, որովհետև այդ նույն պրարաբը կարամ 50 հատ գործ վերցնի, բայց միայն այն դեպքում, երբ որ կարողանա հասցնի բոլոր գործերն անի, գործից իրան կտրվեն։ Նույնն էլ կան պրոֆեսիոնալ լոերներ, փաստաբաններ, որ մի 20 հատ 30 հատ գործ են վերցնում, բայց իրանք ունեն օգնականներ, որոնք այդ հարցերով զբաղվում են, իրանք կարևոր հարցերով ոնց որ հետևում են, տեսնեն թե ոնց է լինում։ Բայց այդտեղ իրանք ոչ մի բան չեն հասցնում։ Այս 3 հատ լոերը որ կան, իրանք ոչ մի բան չեն կարողանում հասցնեն ու ասենց պրավալ հետևից գնում է։ Չեմ սա կարող մտածված են այս բոլորն անում, ես չեմ հասկանում։ Միգուցե sense պետք է այս տակտիկա է։ Դաժե երեք չառաջու արդեն պարզ էր, որ փաստաբանները պատրաստ չեն։ Նույնիսկ Երևանի փաստաբանը իր էջում Լևոն գրուպը գրեցին, որ այս փաստաբանները պատրաստ չեն, մենք ոնց որ ուզում ենք որ հետաձգվեն։ Այսինքն չեմ ամենից կանխամտածված ասենց ամեն ինչ շնարվում, որ ասենց ձգձգեն, բայց թե կանխամտածված ախեն այդ դեպքում դատարանում այդ լոերներն ասում են բանը։ Չէ, մենք դատավորն ասում է, այսօր առաջի դատում էր, դատարանն ասում է, դե պատրաստ չեք, եկեք հետաձգենք մյուս բանը, դատին այս բոլորը նայենք։ Դատավորն այդ լոերներն ասում են, չէ, եկեք հիմա անենք։ Նույնն հիմա էլի պահանջում են, որպեսզի չէ դատը լինի, բայց իրանք պատրաստ չեն։ Մի խոսքով, ուստեղ շատ հետաքրքիր մի բան ա եղել, որը ինձ շատ հետաքրքրում է, այն որ այդ դատի ժամանակ, երբ որ Տիկին Սուսաննան ներկա լինելով դատին, ու կողքից իմանում է, որ իրանց լոերները
չեմ անում ինչ մի հատ մարդու, որը դաժե կարող Տիկին Սուսանան գիտի, մի խոսքով կարող դաժե չգիտի, բայց Տիկին Սուսանան, որ իմանում է այս լոյերները մի հատ էլ են ուրիշ գործ վերցրել, ու ջղայնանում է հենց դատի ժամանակ այդ լոյերների վրա ջղայնանում, ասում աղբեջան, դուք ոնց եք իմ այս գործը վերցնում, կապում իմ տղու հետ, ոնց որ այս ջղայնանում է, այդտեղ դաժե դատավորը դուրս է հրավիրում, իշտում են դուրս, դրսում են դեռ իրանց բողոքները հայտնում, բանանում, հետո էլի տեսեք, բայց դրանից հետո դատավորը էլի թողնում է, որպեսզի Տիկին Սուսանան բարձրանա, ուր ներկա լինի դատի ժամանակ։ Մի խոսքով սենց մի հատ կաշաբոռ է, ես ասում եմ, սա կամ կանխամտածված է սենց արվում, այսինքն կանխամտածված սենց են սարքում, որ սենց ձգձգվի, կան անպատրաստ լոյերները, իմիջիայլոց ասեմ, որ Վարդան Ղուկասյանին կար խումբ Ամերիկայում, բարի տրամադրված, որ ուզեցել են $150,000 փաստաբան, իրանք իրանց ձեռքով դաժե ինձ է խնդրեցին, ասել Գաջան, որ պետք է մի փող կարանք, հավաքենք այդ մարդկանց փողը տանք, ասի խնդրեմ, ես պատրաստ եմ օգնեմ, ինչով կարող եմ, բայց Վարդան Ղուկասյանը չուզեց, ասեց չեմ, այս փաստաբաններին ինձ լրիվ ձեռ է տալիս, դե, եթե ձեռ է տալիս, չեմ ամ, կարող եմ ինչ-որ մի բան կա, որ մենք կուրսի չենք, սենց պետք է լինի, այդ դեպքում ուրիշ հարց։ Մի խոսքով սենց բան, մի ուրախալի լուր էլ կա, որ ես ես կաշաբոռի մեջ աչքի չեմ տեսնում Գանե Մանուկյանին, մի կողմից ես ուրախ եմ, որ ինքես կաշայի մեջ չկա, կարող անդես կողքից չեմ անում, իմիջիայլոց, այն առաջին վիդեոն, որ Տիկին Սուսանան, որ ելնում ասում էր այդ գարը փող հավաքում, թուղթ էր կարդում, դա իհարկե Գայանեի կողմից գրված թուղթն է եղել, որ տվել է, որ Գայանեն կարդա, Գայանեի մամայի օգնությամբ, այս բոլորն արվում է։ Հիմա չեմ ամ ինչքանով են հիմա իրանք այս գործի մոտ կպած, բայց ես ինչքան էլի իմ կոչսա, ինչքան կարելի է Գայանեին հեռու պայք այս գործից թող հեռու լինի։ Մնացածը արդեն Վարդան Ղուկասյանը, չեմ ամ, այս դատերից ինքը պետք է արդեն, հələ դեռ մյուս դատերն էլ մայիսի 28-ին, ինքը հիմա պետք է մի քիչ մի հատ գցի բռնի տեսնի, եթե չեմ անում, որովհետև դոկ կուսակցությունն էլ գիտեր, որ այս պատրաստ չեն լինելու, հետաձգվելու է, չեմ ամ, միգուցե այսպես իրանք այս տակտիկայա, որ այսպես պետք է վարվի, դու այս տակտիկա ասես, որ լոյերները չպատրաստվեն, ու ասենց հետաձգեն, հետո բան անեն։ Իմիջիայլոց ընդեղ ասում են, որ նու օրենքով բանով, որ նու հնարավոր չի Վարդան Ղուկասյանին բաց թողեն, միակ մոմենտը, դաժե որ հիմա, չեմ ամ, ընդեղ դատավորն ասի, վշո, ընդեղ դեպորտ ենք անում, թե ուղարկում ենք, այտենց չեն ուղարկի, ինչ-որ պրոցեսներ կա, ապիլյացիա բան կան, որ հետի մի քիչ գլխացավանք անելու, այսինքն իրանց մնում է միայն հետաձգել այս պրոցեսը, որն էլ, որ Վարդան Ղուկասյանի փաստաբանները հաճույքով հետաձգում են, չեմ ամ, ինչքան է, մի տարի, 2 տարի, 3 տարի սենց կհետաձգեն, ու հետաքրքիր ստեղ ինչ բան է, այդ լոյերները նույնիսկ չկարողացան Վարդան Ղուկասյանին գրավով ազատեն, գրավով, այնքան մարդիկա մարդասպաներ, որ գրավով բաց են թողում, բայց այդտեղ էլեմենտարնի, եթե միգրացիոնի հարց է, ուրեմն այդ դեպքում Տիկին Սուսանային խի չեն բռնել, եթե ինչ-որ այնտեղ բաներն այդ քրեական հոդվածներն, ապա այդ դեպքում ինչու քրեական լոյեր չկա, էմիգրացիոնի լոյերներ են, իպրիտոմ լոյերներին տնգլին չի կգան, չեն գա, չեմ ամ, այնտեղ դիստանցիոնի են մի քանիսը գալիս, մի քանիսը ներկային են լմշում, սխալը վիճակ է, չես ջոկում, ինչա կատարվում։ Ու այս անգամ էլ Վարդան Ղուկասյանը պետք է ներկա լիներ, բայց վերջի պահին փոխեցին կարգավիճակը, օնլայն սարքեցին։ Մի խոսքով, շատ մարդիկ Ամերիկայից գնացին, ներկա եղան իր դատին, դրսում, մարդկանց չթողեցին, դե իհարկե բարձրանան, մարդիկ տորթ էին սարքել, ուրախ գնացել էին, սպասում էին, որ Վարդան Ղուկասյանը լավ լուր կլինի, դուրս կգա Վարդան Ղուկասյանը կնշեն, այդ առիթը բոլորին շնորհակալություն, որ գնացել էին իմիջիայլոց, հա, ու ասեմ ստեղ ինչ որ էլ կյանքի ուժա, թե ինչ այդ սեկցիան, այդ որ կա կյանքի ուժա, թե խոսքի ուժա, դրանք են ինչ որ բաներ տարածում, որ մի գնացեք, ամոթախեք այդուն, սենց բաներ են տարածում, ամոթը ձեր սեկցիանն է նախ եւ առաջ, սեկտանտներ ջան,
ամոթ են ձեր դուք ինչով որ զբաղվում եք այդ մնա դուք ուրիշներին անուն մի կպցրեք, մենք էլ ձեզ անուն չենք կպցնի։ Ամեն մարդ իր զբաղվում է իր գործով։ Ամոթը նախ տուալետում է, ոնց ենք փոքր ժամանակ ասում։ Ամոթը որը Սաղբետ ջան, մարդը մեր հայ ազգի համար պայքարում է, շատ բաներ լուսաբանում է, կամ բաներ, որ ես գացի դեմ եմ դրան, ոչ միայն նաև քֆուրներ, այլ կարծիքներ կա, որ ասում եմ, գտնում եմ, որ կա բաներ ճիշտ է, կա բաներ սխալ է, բայց դա մի կողմ, այդ մարդը պետք է այս պայքարին ու ես մինչև հիմա էլ չնայած շատ հիասթափված եմ, բայց հիասթափված էլի աջակցում եմ Վարդան Ղուկասյանին։ Այսքան բան, ժողովուրդ ջան։ Ինձ թվում է բոլորն ասեցի, մի քիչ sense հանգիստ բանի մեջ էլ եմ ասում ամեն спасение утопающего, дело рук утопающего։ Ամեն ինչ կախված է Վարդանից։ Վարդանը այդ փաստաբանները вообще ով է տրամադրել, այդ բանն է, ոնց անունը, արաբն էլ, բայց արաբ չի, հայ է, չգիտեմ, այդ արաբը հիմա ինչքանով է կապ ունեցել Գայանեի հետ, որովհետև պալիբոմ է սկուտոկը այս գիծը Գայանեի դեր շուտվանից է գալիս, արաբների հետ կապված, ես այն ժամանակ վիդեո բան ցույց տվեցի Գայանեի հետ կապված։ Հիմա պետք է հասկանանք, ստեղ հիմա ինչքանով է այդ ամեն ինչը կապնված, չկապնված։ Ես մտածում եմ, որ երեք ամեն ինչ պարզ կներ, բայց էլի sense ձգձգվում է։ 1000 հոգի ասում են ախպե ջան, բանա պետք փոխել, լոերներն է պետք փոխել, լոերները նորմալ լոերներ չեն։ Ախպե ջան, ինչ լոերներ, որ պատրաստված չի գալիս ախպե ջան։ Մի ամիս է պետք է պատրաստվեն, ինչ են պատրաստում։ Ձրի են դրանք, ձրի չեն այդ լոերները։ Թե իրանց sense կայֆա ձգձգում են, փող են աշխատում, ինչ կա։ Ամերիկայում դե ուրիշ ձև է, չէ։ Լավ, հարգելներս երկար չխոսամ։ Sense թեթևակյասի խոսանք իրար հետ։ Այս բաղով դուք էլ իմ կարծիքը լսեք, իմ մտքերը լսեք։ Հուսով եմ ամեն ինչի մասին խոսացի, ասեցի։ Այսքանը թե բան լինի, էլի կասեմ։ Լավ եղեք։